մենք ոստիկանությունից զանգ ստացանք, որ մեր այսօրի քրոջ որդու պարուսակը պետք է մի հատ ստուգեն, որովհետև իրենք ահազանգ են ստացել ոստիկանությունից։ Հայր կորյունի քրոջ որդու։ Ով այդ ժամանակ մեր շարժման մեջ էր եւ ինքը այդ տեսա խցիկներ, որով ինքը նկարում էր այդ շարժման գործընթացը։ Այսինքն հոգևորական չէր։ Չէ, ինքը 18 տարեկան մի շատ հրաշալի երիտասարդ, այսպես ասեմ։ Եվ պարուսակը մոտեցրինք ոստիկաններին եւ ոստիկանները խոզարկություն կատարելով պարուսակում ոչ մի արդարոց բան չտեսան։ Եվ մենք պարուսակը վերադարձրեցինք եւ կախեցինք իր տեղում եւ կես ժամ հետո նորից ինձ խնդրեցին, որ պարուսակը մոտեցնենք եւ պարուսակը երբ որ մոտեցրինք, օհո, պարուսակում հայտնաբերվեց սպիտակ թղթով փաթված ինչ-որ զանգված։ Եվ դրանից հետո արդեն պարզ դարձավ, որ ինչ-որ մեկ այդ պարուսակի մեջ այդ զանգվածը տեղադրել է եւ ոստիկաններն էլ անակնկալ եկան։ Իրենք ուզել էին, որ այդ թմրանյութը տեղադրելու միջոցով շարժման վրա ձև հետք թողնել, իբր թե շարժման անդամները թմրամոլներ են կամ օգտագործում են թմրանյութ։ Բայց Աստծո ողորմությունը եւ արտահայտությունը անսահման է եւ ստացվեց, որ փաստորեն 7 տարի ճշմարտությունը կոծկելուց հետո ճշմարտությունը աղաղագեց իր մասին եւ արդեն փաստորեն մեր համար պարզ է դառնում, թե այդ գործընթացը ինչպես է կազմակերպվել եւ այդ թմրանյութը ինչպես է հայտնվել այդ պարուսակում եւ այդ ժամանակ էլ որոշ սարքավորներ փաստում էին, որ այդ զանգը, որ իրենք կատարել են ոստիկանություն, եղել է դիվանապետի ցուցմամբ, իսկ դիվանապետը այդ ժամանակ Արշակ Սրբազանն էր։ Պարզվում է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ նրան մեղադրանք ներկայացվեց, թե իբր նա 2018 թվականին, երբ մի խումբ քաղաքացիներ վեհապարի նկատմամբ ակցիա էին իրականացնում, ու այդ պատմությունը հավանաբար բոլորը հիշում եք, թե իբր այդ ժամանակ Արշակ Սրբազանը մասնակիցներից մեկին վարկաբեկելու համար, այդ միջոցառման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հանձնարարել է իր ծառայողներից ինչ-որ մեկին, որպեսզի այդ մասնակցի ուսապարկում դնի թմրամիջոց, պլան։ Իբր այդպիսի մի վարկաբեկման գործողություն են իրականացրել։ Եվ այսքանն էր, այսինքն ըստ էության այսքանն էր ամբողջ մեղադրանքը, ակնհայտ է, որ այս հոդվածով քաղաքական նպատակներով, հաշվի առնելով նաև Արշակ Սրբազանի դիրքորոշումները, այդ մասին հրապարակային նրա հայտարարությունները, զուտ կրում է հենց իրենք փորձում են վարկաբեկել Արշակ Սրբազանին։